Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մայիսի 1։ Լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պորտկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։ Եսայի 55-րդ գլուխ 12-րդ խոսք։ Երբ մեղքը ներված է լինում, մեր ամենախոր վիշտը վերջանում է, և մեր ամենաճշմարիտ ուրախությունը սկիզբ է առնում։ Այդպիսին է այն ցնծությունը, որ Տերը պարգևում է իր հետ հաշտվածներին։ Այն այնքան լիառատ է, որ հորդում է և լցնում ամբողջ արարչությունը բերկրանքով։ Նյութական աշխարհն իր մեջ ծածուկ երաժշտություն ունի, և նորոգված սիրտը գիտի, թե ինչպես այն դուրս բերի և հնչեցնի։ Արարչությունը մի մեծ երգեհոն է, և շնորհընկալ մարդը գտնում է նրա ստեղները, դնում է իր ձեռքը նրանց վրա և արթնացնում ամբողջ տիեզերական համակարգը գովաբանության ներդաշնակությամբ։ Լեռներն ու բլուրները և մյուս վեհատեսիլ արարածները կարծես խմբերքի խորունկ բասը լինեն, մինչդեռ անտառի ծառերը և ամեն կենդանի շունչ ունեցող բան բարձրացնում են օրհներգի մեղեդիական հնչյունը։ Երբ Աստծո խոսքը ծաղկում է մեր մեջ և հոգիները փրկվում են, այդ ժամանակ ամեն ինչ թվում է լի երգեցողությամբ։ Երբ մենք լսում ենք երիտասարդ հավատացյալների խոստովանությունները և ճիշտ քայլող սրբերի վկայությունները, մեզ այնպիսի ուրախություն է լցնում, որ մենք գովաբանությամբ ենք լցվում առ Աստված, և այդ ժամանակ թվում է, թե ժայռերն ու բլուրները, անտառներն ու դաշտերը արձագանքում են մեր ուրախ նոտաներին և աշխարհը վերածում նվագախմբի։ Ով Տեր, այս երջանիկ մայիսյան առաջին օրը առաջնորդիր մեզ քո երաժշտության աշխարհ, որը հարուստ է գովեստով, ինչպես արտույտը լիակատար երգով։